այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու Սամվել Կարապետյանը որոշել է չանի հանգիստ կյանք չապրի, մտնի սրատակ ու փորձի փոխելու է, որովհետև այլ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք Ժորժ ջան, ասեք, ով կարար Հայաստանը աներ աղքատությունից, ով այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից, բոլորին էլ լավ են, վատ են, ընդունում ենք, հարգում ենք, բայց որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, այնպես, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ոնց է այդ աղքատությունը վերջը հաղթարվում։ Կարապետյանը աշխարհի տարբեր երկրներում նույն ճամփեն անցել է։ Նենց չի մի երկրում հաջողության հասել։ 3-4 երկրում ինքը ունի իր տնտեսական միավորները։ Հայազգը ընդհանրապես աշխարհի յուրաքանչյուր երկրում ամենալավ ուղղությունները, բոլոր ուղղությունները մի հատ հայ ազգանուն կա։ Ու մեր խոսքում մի անգամ մենք նշել ենք, վատ ապրում են հայերը մենակ Հայաստանում։ Դա նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքենք։ Կարապետյանը իր կյանքը ներդրում է Հայաստանի զարգացման համար։ Չկա ուրիշ մոտիվացիա, ուրիշ օգուտ, քան Հայաստանի զարգացումը ինքը չի կարող ունենա։ Քանի որ ֆինանսապես էլ ապահովված է, միակ մարդն է, որ Հայաստանի առաջնորդն է լինելու, որ ինքը որևէ բանի կարիք չի ունենալու գալուց։ Գիտեմ, ամեն ինչ փորձել ենք, տարբեր առաջնորդներ ա եղել Հայաստանում, ամեն ինչ փորձել ենք, բայց երբեք չենք փորձել մարդ, ով կարիք չունի փողի, չենք փորձել մարդ, ով իր ամբողջ կյանքը ուղղակի տնտեսությունն է եղել, մարդկանց կյանքը, ինչա տնտեսությունը, մարդկանց գրպանի գումարը, գումարի հետ աշխատանքն է, որ մարդը ունենա աշխատանք, աշխատատեղ, կարողանա ծախս անի, իր գործը դա եղել, երկրորդը իր կապերն են, ինչ կարա, ինչա պետք այսօր Հայաստանին, մեր հարևան երկրի առաջնորդը, Ադրբեջանի առաջնորդը, մեծ կապեր ունի, թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, թե Եվրոպայում, թե Թուրքիայում, լինելով այդ իր հոր տղեն, մեծ կապեր ունի, մեր առաջնորդը ինչ կապեր ունի, մեր առաջնորդը, որ գնում է միտեղ, ոնց կարա պայմանավորվի այդ գելերի մեջ, պետք է մարդը անցած ճանապարհ ու կապեր ունենա, ճանաչի աշխարհի ամեն երկրում ոնց է դրվածքը, առաջնորդելուց երկու խնդիր կա, նախ ինքը ուզենալու է կյանքը բարելավի, ուզենալու է, երկրորդ ինքը դրսում այդ շրջապատը չի ունենալու, պետք է առաջնորդ, որ ունենա այդ շրջապատը, որ աղքատությունից հանողը լինի, յուրաքանչյուր հարց, գիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ թեմա չգտնելով Կարապետյանի հետ կապված, ամբողջ օրը քարոզում է իր հետ կապված անձնական, որևէ բան չեն կարա իրանք ասեն, 60 տարեկան է, չեն կարա իր անցած ճանապարհից մի բան ասեն, որ մի բան լավ չի արել, եթե ասում են, ինչ է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 44 օրյա, ՔՊ-ից կա մարդ, ում Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմից հետո ռոզիսկ կա տվել, իսկ ինչից է, որ մեզ են ռոզիսկ տալիս, բայց իրանք մեզ են հարցնում, մենք ինչ ենք արել, իրանք չգիտեն մենք ինչ ենք արել, մեզ պետք է առաջնորդ, որ կարողանա պայմանավորվի, տենց են ապահովում երկրի զարգացումը, կարողանա ներդրում բերի, գործարաններ, հենց ասում են գործարաններ, սկսում են բան ասել, ասում են բարձր տեխնոլոգիաներ, հա, բարձր տեխնոլոգիաներ զարգացրու Երևանում, բայց շրջաններում դու այսքան 8 տարվա մեջ քանի բարձր տեխնոլոգիական հիմնարկ ես հիմնել, այս մարդիկ որտեղ պետք է աշխատեն, 100 հազարավոր հայաստանցիներ, ասում են երկիրը զարգանում է, եթե դու ասում ես այս երկիրը զարգացնելու ես, ուրեմն գյուղերն էլ ես չէ զարգացնելու, բայց դպրոցները խես փակում, եթե դու հույսդ չես կտրել քո գյուղերից, ինչու ես դպրոցներդ գյուղերի փակում, ուրեմն իրանք չեն հավատում, որ գյուղերը զարգացնելու են, իրանք են հասկանում, որ չեն կարողանալու, գնացել էինք Վայք, Վայքում բժշկական կենտրոնն էին փակում արդեն, սկզբից դպրոցներն են միավորում, հետո բժշկական կենտրոնները տնտեսությունը իրանք այսքան տարի, 8 տարի կառավարել են, համարյա ինչքան նախկին ամեն ղեկավարն է կառավարել, նույնչափ ինքն է կառավարել։ Սիսիանում աշխատատեղերի վիճակը ոնց եք կարծում։ 8 տարվա մեջ, պատկերացնեք,
եթե մենք նայենք այս տեմպով, մեզ պետք է մոտարապես մի 2 կյանք, որ հասնենք բարեկեցության։ Գյուղերի դպրոցները, տեսեք, իրանք իբր փակում են, որ էկոնոմիա անեն, բայց պետական ծախսերը, աշխատավարձերը իրենց աճում է։ Այսինքն այդ էկոնոմիա չի բյուջեի վրա, տնտեսում չի տալիս բյուջեին։ Իրանք իջացնում են այստեղ, իրանց աշխատավարձերը պետական ապարատի նախարարությունների աշխատավարձերը բարձրանում է։ Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, այս տարածաշրջանում ամենալավ աշխատող ազգը մեր ազգն է։ Պետք է վստահ եղեք, աշխարհում ուր հանդիպել ենք այս տարածաշրջանի մյուս ազգերին, միշտ ամենահարուստը հայն ա եղել մեջից։ Խելացի, ճկուն, լավ աշխատող։ Մենք Ադրբեջան չենք, որ մենակ նավթի հույսին ենք։ Ադրբեջանը ամեն տարի նավթի արդյունանումը իջնում է։ Ծնելիությունը իջնում է։ Չի կարելի Սփյուռքին սենց հերվասնել չի կարելի, մեր ռեսուրսն է, մեր ներդրումային պոտենցիալն է, միջազգային ներդրողներին։ Հայաստանը հարուստ է լինելու, տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է լինելու։ Ես վստահ եմ, մենք վստահ ենք։ Այս ազգը իր սփյուռքով, իր աշխատասիրությամբ ու լավ կառավարումով ամենահարուստն է լինելու։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։